Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Սլովակիայի անսպասելի առաջարկը Հայաստանին։ Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է։ Ես ասացի, եթե թույլ կտաք, կրկնեմ իմ ասածը։ Եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք դա գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք արդեն կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն։ Եվ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից Հյուսիսատլանտյան դաշինքից, այսօր Երևանում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, ուր բացի պաշտոնական հանդիպումներից ներկա է եղել նաև Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի բացմանը։ Սլովակիայի վարչապետը Հայաստանին փաստորեն առաջարկում է համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, թե ինչ մանրամասներ են քննարկել հանդիպումներին, հայտնի չեն։ Իհարկե, ցանկացած հայտարարություն, որ վերաբերում է համատեղ ռազմաարդյունաբերությանը, պետք է լինի մանրամասն քննարկման առարկա, քանի որ դա բավականին նրբերանգ ունեցող ոլորտ է։ Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական իրական և համակարգային զարգացման համար հաղորդակցությունն այլ երկրների արտադրողների հետ կարևոր է։ Իհարկե, ավելորդ չի ասել նաև, որ տնտեսական նշանակության մասին պետք է խոսենք, բայց առանցքային է թերևս քաղաքական կամ աշխարհաքաղաքականը, հաշվի առնելով այն հարաբերությունը, որ Սլովակիան, մասնավորապես Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունն ունի ԵՄ ու ՆԱՏՕ առաջատար եվրոպական երկրների հետ։ Ինչ է արձագանքել նրա առաջարկին Երևանը, դրա համար չկա բարձրաձայնում։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Ֆիցոյի հետ հանդիպման առիթը Հայաստանի խաղաղության օրակարգի մասին խոսելու, այն որպես ռազմավարական առաջնահերթություն ներկայացնելու համար։ Սլովակիան լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ։ Բաքուն նաև Սլովակիայի ռազմաարդյունաբերության գնորդ է, միևնույն ժամանակ հայտնի է, թե ինչ մոտեցումներ են բարձրաձայնում Ադրբեջանը Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացման հետ։ Ֆիցոյի առաջարկը կարող է պարունակել ավելի լայն համատեքստ, որ կենթադրի թե Ադրբեջանի հետ հարաբերության շղթա։ Համենայն դեպս այդ պարագայում իհարկե կլինի ռազմական համատեղ արտադրության առաջարկի առավել հանգամանալից քննության կարիք։